Երբևէ մտածել եք, թե ինչու են որոշ մարդիկ, ովքեր բախտ են թվում փողի հետ, իսկ մյուսները պայքարում են ամսվա վերջին հաշիվները փակելու համար։ Պատասխանը պատահական չէ, բայց մի շարք սկզբունքների, իմաստության և սովորությունների մեջ, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում։ Օրինակ, հրեական մշակույթում խելացի ֆինանսների կառավարումը դիտվում է որպես հարգանքի ձև ինքն իրեն և մյուսներին, ոչ թե ագահությունից, այլ կարգապահությամբ և ռազմավարությամբ։ Երեխա էի, լսում էի, որ տատս ասում են, որ փողը ջրի պես է, եթե չգիտեք, թե ինչպես ուղղել այն կթողնի ձեր մատների միջև։ Այն ժամանակ ես չէի հասկանում դրա իմաստը, բայց այսօր գիտեմ, որ այս արտահայտությունը ամփոփում է կյանքի փիլիսոփայությունը։ Իմ ընտանիքում փողի մասին խոսելը երբեք տաբու չի եղել։ Ընդհակառակը, մենք սովորում ենք, որ իրական հարստությունը պատահական չի առաջանում, բայց այն կառուցված է գիտակցված ընտրության և լավ մշակված սովորությունների միջոցով։ Շատերը կարծում են, որ հարստանալը հաջողության հարց է վիճակախաղում շահելը կամ կատարյալ հնարավորություն գտնելը, բայց իրականությունն այլ է։ Հարստությունը ծնվում է մեր մտածելու և գործելու ձևով, բարձրության տարբերությունը, ովքեր բարգավաճում են, և ովքեր ապրում են քամիչում, մեկ վերաբերմունքի մեջ են։ Հարուստ վերահսկող գումարը, մինչդեռ աղքատները վերահսկվում են նրա կողմից, դա հնչում է պարզ, բայց այս տարբերությունը փոխում է ամեն ինչ։ Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ 15 սկզբունք, որը ես նկատեցի գործնականում, ես դա կիրառեցի իմ կյանքին և տեսա շատ մարդկանց ֆինանսական իրականությունը վերափոխելով։ Դրանք վերացական տեսություններ չեն, բայց կոնկրետ դասեր, որոնք ձեզ սովորեցնում են, թե ինչպես ստեղծել հարատև հարստություն, կարող են տասնամյակներ շարունակ օգուտ բերել ձեզ և ձեր ընտանիքին, և ձեզ համար հասկանալու համար այս գաղափարների ուժը, ես այսուհետ կբացահայտեմ առանցքային գաղտնիք։ Կարգապահությունն արժե ավելին, քան տաղանդը, և ինքներդ ձեզ ներդրումներ կատարելը շատ ավելին է, քան ցանկացած ֆինանսական դիմում։ Կարող եք զարմանալ։ Արդյոք դա իրականում աշխատում է։ Ես կարող եմ երաշխավորել, այո, ես տեսա հասարակ մարդկանց, առանց հատուկ շփումների կամ նվերների, փոխում եմ իրենց կյանքը ընդունելով այս սկզբունքները։ Ամեն ինչ սկսվում է մտածելակերպի փոփոխությունից։ Տեսեք հնարավորությունները, որտեղ մյուսները խնդիրներ են տեսնում և բուժում են որպես գործիք, ոչ թե ինքնանպատակ։ Այս 15 ուղեցույցները կախարդական բանաձև չեն, բայց ռազմավարությունները ժամանակի համար ապացուցվում են։ Յուրաքանչյուրը քայլ է ֆինանսական ազատության ուղղությամբ այն պահը, երբ դադարում եք աշխատել փողի համար և գումար աշխատել ձեզ համար։ Ի վերջո, ես ձեզ գործնական հուշում կտամ, որը կարող եք դիմել այսօր ձեր ֆինանսների վերահսկողությունը սկսելու համար։ Եթե մինչ այժմ կարծում եք, որ հարուստները պարզապես հաջողակ են եղել, պատրաստվեք վերանայել ձեր հասկացությունները։ Հարստությունը ոչ միայն չափվում է ձեր ունեցածը, այլ այն, ինչ անում եք ձեր ունեցածի հետ, և այս սկզբունքները ձեզ ցույց կտան, թե ինչպես պարզ սովորությունները վերածել արտառոց արդյունքների։ Եկեք գնանք 15 սյուներ, որոնք աջակցում են հարստության կառուցմանը։ Նախ փողը կազմակերպում է պահանջում, որպես դեռահաս, տատս ինձ տվեց նոթատետր յուրաքանչյուր ծախսեր և յուրաքանչյուր շահում գրելու համար։ Ես գտա հիմար, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ առանց վերահսկողության փողը անհետանում է առանց հետքի։ Ովքեր ծրագրում են, ուղղորդում։ Ով է անտեսում, կորցնում։ Երկրորդ, ներդրումներ կատարեք գիտելիքներով։ Իմ առաջին կարևոր գնումը օբյեկտ չէր, այլ բիզնես գիրք։ Այս ներդրման վերադարձը գերազանցեց ցանկացած նյութի լավը, ով դադարում է սովորել, վճարում է տգիտության գինը։ Երրորդ, խուսափեք ավելորդ պարտքերից, նոր բջջային հեռախոս գնելու համար փոխառված ծանոթություն։ 1 տարի անց դեռևս տոկոսադրույքով վճարում էր հնացած սարքի համար։ Պարտքերը միայն իմաստ ունեն, եթե նրանք ավելի շատ հարստություն են առաջացնում։ Հակառակ դեպքում, նրանք արտահոսքներ են, որոնք բանտարկությունն են։ Չորրորդ, մտածեք երկարաժամկետ հեռանկարում։ Ծնողներս պարզապես չեն պլանավորել հաջորդ տարի, բայց հաջորդ սերունդների համար։ Կոշտ ներդրումները դանդաղ են պտուղ են տալիս, բայց ապագայում կայունություն ապահովում։ 5. Համբերությունը առաքինություն է։ Շատերը հրաժարվում են նախագծերից, քանի որ դրանք անհապաղ արդյունքներ չեն տեսնում։ Ճշմարիտ հարստությունը պատկանում է նրանց, ովքեր համառ են, նույնիսկ երբ ճանապարհը դանդաղ է թվում։ Սэр. Սկսեք փոքր, բայց սկսեք։ Իմ առաջին բանակցությունները քիչ փողերով էին, բայց յուրաքանչյուր հաջող քայլ ինձ փորձ և վստահություն տվեց։ Կապիտալը աստիճանաբար կառուցված է, ոչ թե գիշերում։ 7. Տեսեք տեսքը։ Գնաժամի ժամանակ շատերը տեսնում են միայն դժվարություններ։ Ես սովորեցի նշել ցածր գներով ակտիվներ գնելու կամ նոր ձեռնարկություններ սկսելու հնարավորությունները, փողերը ովքեր ուշադիր են։ 8. Կենտրոնացեք արժեքի ստեղծման վրա։ Իմ առաջին բիզնեսում ես հասկացա, որ եթե արտադրանքը օգտակար լիներ, շահույթը բնականաբար կգա։ Նրանք, ովքեր վազում են գումարից հետո, հաճախ կորցնում են նույնիսկ այն, ինչ արդեն ունեն։
9. Կուտակել ակտիվներ, այլ ոչ թե ծախսեր, հարստությունը աշխատավարձ չէ, այլ սեփական կապիտալ։ Անշարժ գույք, ներդրումներ, բիզնես, որը առաջացնում է պասիվ եկամուտ, իմ առաջին փորձը վարձակալության բնակարան գնելն էր։ Այսօր նա զիջում և գնահատում է։ 10. Հարցրեք առաջնորդություն, միշտ խորհուրդներ էի փնտրում նրանցից, ովքեր արդեն հաջողության են հասել, շատերը կարծում են, որ սա թուլություն է, բայց իմաստունը սովորում է, թե ով գիտի։ Եվ սրանք պարզապես առաջին քայլերն են, այս սկզբունքներից յուրաքանչյուրը հանելուկի մի կտոր է, որը տեղադրված բացահայտում է ֆինանսական անկախության ճանապարհը, պատմության մնացած մասը և վերջնական հուշումը, որը կփոխի ձեր հարաբերությունները փողի հետ։ Դուք կիմանաք այս ամբողջ ճանապարհորդության ընթացքում, մնացեք ինձ հետ, քանի որ այն, ինչ առաջ է ընթանում, կարող է վերափոխել ձեր բանկային հաշիվը ոչ միայն, այլև աշխարհը տեսնելու ձեր ճանապարհը։ Իմացեք ուրիշների փորձից, որպեսզի չկրկնեք նույն սխալները, սա հաջողության ուսումնասիրության ամենամեծ առավելություններից մեկն է, խնայեցեք ժամանակը, էներգիան և ռեսուրսները, ինչու սայթաքել նույն քարերի վրա, եթե մյուսները քայլում են ձեր առջև։ Կանոն 11. Առանձնացված ծախսեր և եկամուտներ։ Մայրս ուներ պարզ, բայց հզոր սովորություն։ Նա կիսեց բոլոր այն գումարները, որոնք անցան 3 հստակ կատեգորիաների՝ հիմնական ծախսեր, ներդրումներ և ժամանց։ Այս մեթոդը սահմանափակումների մասին չէ, այլ պարզության մասին, երբ գիտեք, թե որտեղ է գնում յուրաքանչյուր իրական։ Խուսափեք ավելի շատ ծախսել, քան կարող է և տեղ է ստեղծում իրոք կարևորը։ Ֆինանսական կարգապահությունը պատիժ չէ։ Դա կարմիրի մեջ չբարձրանալու ազատությունն է։ Կանոն 12. Մեծահոգության վերադարձը բազմապատկվում է։ Հազարամյակային սկզբունք կա, որոնք գերակշռում են բարգավաճման արվեստը։ Ես դա տեսա գործնականում։ Իմ ձեռքը երկարացնելով ընկերներին, ընտանիքին կամ նույնիսկ անծանոթներին, անկախ նրանից, թե խորհուրդներով, առիթով կամ նյութական աջակցությամբ դռներով բացվում են, որ ոչ մի փող չի կարող գնել, ռազմավարական մեծահոգությունը կույր բարեգործություն չէ։ Այն ներդրումներ է կատարում հարաբերություններում, որ ապագայում դժվար ժամանակներում կարող են դառնալ գործընկերություն, բիզնես կամ նույնիսկ երաշխիքներ։ Կանոն 13. Իմացեք, թե ինչպես կառավարել ռիսկերը։ Փողերը հավանում են հաշվարկը, ոչ թե խաղադրույքներ։ Ես երբեք իմ բոլոր տնտեսությունները չեմ դրել մեկ բիզնեսի կամ ներդրումների մեջ, կառավարելի ռիսկը նշանակում է 3 բան։ 1. Դիվերսիֆիկացում, կախված չէ եկամտի մեկ աղբյուրից։ 2. Վերլուծություն, ներդրում կատարելուց առաջ հասկանալ կողմերը, դեմքերը և արտակարգ իրավիճակների ելքերը։ 3. Փոքր scale testing, սկսեք արժեքներից, որոնք չեն փոխզիջում ձեր ակտիվները։ Ես տեսա, որ պայծառ մարդիկ կորցնում են ամեն ինչ, անտեսելով այս կանոնը, առանց անվտանգության ցանցի մեկ սխալ կարող է ջնջել աշխատանքի տարիները, արդեն նրանք, ովքեր գերիշխում են հաշվարկված ռիսկի արվեստը, բախտ են բերում առանց գայթակղության վախի։ Կանոն 14. Անընդհատ որոնեք եկամտի աղբյուրները։ Հարուստ մարդիկ կախված չեն աշխատավարձից կամ մեկ բիզնեսից, իմ առավել բարգավաճ ընկերներն ընդհանուր բան ունեն։ Դրանք միշտ ստեղծում են, նրանք ներդնում են անշարժ գույքի, բացված զուգահեռ ընկերություններում, զարգացնում են եկամտաբեր հմտություններ կամ ուսումնասիրում շուկայի նիշերը։ Փողը ջրի պես է, պետք է շրջանառվի, նրանք, ովքեր նրան թողնում են հաշվետվության մեջ կամ մեկ նախագիծ են, որոնք նրան տեսնում են, որ նրան գոլորշիանում կամ ճգնաժամից գոլորշիանում են։ Կանոն 15. Կարգապահությունը գերազանցում է ոգեշնչումը։ Ես հանդիպեցի հանճարեղ գաղափարներով լի մարդկանց, ովքեր երբեք թղթի չեն դուրս եկել, և հանդիպեց ուրիշներին սահմանափակ ռեսուրսներով, որոնք կառուցեցին պարզ կայսրություններ։ Դա այն պատճառով, որ նրանք գործում էին ամեն օր, մոտիվացիան անցնում է, կարգապահությունը մշտական, մի փոքր ամսական ներդրումային ավանդ, շուկան ուսումնասիրելը, թարմացված ծախսերի աշխատանքային թերթը, այս անտեսանելի սովորությունները, որոնք ժամանակի ընթացքում ստեղծում են տեսանելի արդյունքներ։ Այս կանոններից յուրաքանչյուրը տեսություն չէ։ Դա կենդանի փորձ է։ Ես տեսա, որ ընտանիքները պարտքերը վերածում են ժառանգության, ներգաղթյալների երեխաները ժառանգություններ կառուցելու համար, և հասարակ մարդիկ դառնան խորամանկ ներդրողներ, գաղտնիքը հետևողական դիմում, անկախ նրանից, թե որտեղ եք ապրում, որքան եք վաստակում կամ որտեղ է այն թողնում, ինչն է սկսվում այսօր ձեր ունեցածի հետ։ Հաջորդ մասում ես ցույց կտամ, թե ինչպես են այս կանոնները միանում ինտեգրված համակարգում, ձևավորելով իրենց մտածելակերպը, ովքեր իսկապես հարստացնում են, և ես ձեզ կտամ պրակտիկ խորհուրդներ վաղը դիմելու համար, առանց արդարացումների։ Քանի որ առանց գործողության իմացությունը նման է մեքենայի առանց վառելիքի։ Գեղեցիկ, բայց դա ոչ մի տեղ չի հանգեցնում։
Մինչ այժմ մենք ճանապարհորդել ենք մի ճանապարհ, հասկանալով փողի ուժը հարստությունը բազմացնող 15 կանոններ յուրացնելու համար, եթե հասել եք այս կետին, այն արդեն գերազանցում է մարդկանց 90%-ը, քանի որ իսկապես ուզում եք սովորել։ Եկեք գնանք վերջին պատկերացումների, որոնք կդարձնեն բոլոր տարբերությունը։ 1. Հարստությունը սկսվում է մտքում։ Ես գիտեմ միլիոնավոր մարդկանց վաստակած մարդկանց և երբեք հարստացել են, ինչու քանի որ նրանք շփոթեցին փող ունենալու համար, իմանալու համար, թե ինչպես օգտագործել այն, փողը գործիք է, և ինչպես ցանկացած գործիք, դա պահանջում է հմտություն, նրանք, ովքեր չեն սովորում ներդրումներ կատարել, պահպանել և պաշտպանել իրենց ակտիվները, պարտավոր են վերագործարկել յուրաքանչյուր ճգնաժամ։ 2. Կարգապահություն, մոտիվացիա։ Գաղափարներն էժան են։ Կատարում ոչ, մոտիվացիան անհետանում է, առօրյան ոչ, նրանք, ովքեր բախտ են կառուցում, չեն ակնկալում ներշնչված գործելու համար, պլանավորեք, ներդրումներ կատարեք, նույնիսկ վատ օրերին, տատիկս և պապիկներն ավելի հարուստ չէին, նրանք տնկեցին, ընկան և հավաքվեցին տասնամյակներ։ 3. Խելացի առատաձեռնությունը բացվում է դռներ։ Օգնեք մասնաբաժին, կառուցեք հարաբերություններ, բայց իմաստուն, խոսքը ամեն ինչ նվիրաբերելու մասին չէ, այլ ուրիշներին արժեք ստեղծելու մասին։ Ես տեսել եմ, որ ձեռներեցները շահում են պայմանագրեր, գործընկերություններ և նույնիսկ օգնում են պարզ քննադատական պահերին, քանի որ նրանք ճիշտ ժամանակին մեծահոգի էին, փողը շրջանառվում է, որտեղ կա վստահություն։ 4. Կառավարեք ռիսկերը որպես մասնագետ։ Հարստությունը պարզապես շահելու համար չէ։ Կորցնելը չէ, ես տեսա, որ երիտասարդները ժառանգում են բախտը և կոտրվում են 2 տարվա ընթացքում պլանավորման բացակայության պատճառով, մյուսները փոքր-ինչ մեծացան, քանի որ նրանք դիվերսիֆիկացվել, ուսումնասիրել և խուսափել թակարդներից։ Լավ ներդրողը չի վախենում ռիսկից։ Նա գերակշռում է նրան։ Գաղտնիքը, որ ոչ ոք չի ասում։ Սկսեք այսօր։ Մի ակնկալեք, որ աշխատավարձը կավելանա, տնտեսությունը բարելավում է կամ ճիշտ ժամանակն է։ Գրեք ձեր ծախսերը 1 շաբաթ։ Գնեք ներդրումային գիրք։ Բացեք ավտոմատ խնայողական հաշիվ։ Առաջարկեք օգնություն ինչ-որ մեկին, առանց որևէ բան ակնկալելու որևէ բան։ Փոքր գործողություններն այսօր ձեր վաղվա հիմքն են։ Ձեզ ոգեշնչելու անձնական պատմություն։ Երբ ես սկսեցի իմ առաջին բիզնեսը, ես չունեի կապիտալ, միայն քաղցն ու 15 կանոնները, ես աշխատել եմ օրական 14 ժամ, սովորում էի գիշերը, բաց թողեցի և ճշգրտվեց, 2 տարի հետո համեստ նախագիծը դարձել է եկամտի արտադրող մեքենա։ Առավել արժեքավորը փողը չէր, այլ գիտելիքները, եթե ես չկիրառեի այս կանոնները, այն դեռ նույն տեղում կլիներ։ Հարստությունը մոգություն չէ, այն մաթեմատիկական մտածելակերպ է։ Անկախ ձեր ելակետից, կարևորն է ճիշտ սովորություններ որդեգրել, նույնիսկ փոքր։ Կարգապահ լինել, նույնիսկ երբ ոչ ոք չի տեսնում։ Օգնեք ուրիշներին, քանի որ կյանքը պարգևատրում է նրանց, ովքեր կառուցում են։ Գործեք այսօր, քանի որ վաղը կարող է ուշ լինել։ Ձեր հաջորդ քայլը, այժմ կիրառելու համար։ Ընտրեք կանոն այս ցուցակից և գործնականում գործադրեք առաջիկա 24 ժամվա ընթացքում, օրինակ։ Եթե ընտրեք ներդրումներ կատարել գիտելիքում, այսօր գնեք դասընթաց կամ գիրք։ Եթե դուք պլանավորում եք ծախսում, ներբեռնեք ֆինանսական ծրագիր և գրանցեք ամեն ինչ այս շաբաթ։ Եթե նախընտրում եք ստեղծել եկամտի նոր աղբյուրներ, թվարկել 3 հմտություններ, որոնք կարող եք դրամայնացնել։ Փոքր քայլեր, կրկնում, հսկա արդյունքներ ստեղծում։ Հարստությունը միայն փողի մասին չէ, խոսքը ազատության մասին է ընտրել, թե ինչպես ապրել։ Պաշտպանեք ձեր ընտանիքին երազանքներ իրականացնելուց, ընդունելով այս կանոնները, դուք պարզապես հարստանում եք։ Այն կառուցում է ժառանգություն։ Եթե այս բովանդակությունը ռեզոնանսվել է ձեզ հետ, եթե ցանկանում եք գործնական ռազմավարություններ ներդրումներ կատարել, իրականացնել և արագացնել ձեր ֆինանսական անկախությունը, հետևեք հաջորդ տեսանյութերին, կիսվելու եմ։ Ինչպես ներդրումներ կատարել նույնիսկ քիչ փողերով, փորձարկված ռազմավարություններ։ Գաղտնիքներ 0-ից բիզնեսներ ստեղծելու համար, առանց հաջողությունից կախված։ Սխալներ, որոնք ոչնչացնում են ժառանգությունը, և ինչպես խուսափել դրանցից։ Հիշեք, բախտը ժպտում է նրանց, ովքեր գործում են, ոչ նրանց համար, ովքեր միայն ուզում են։ Այսօր փողի հետ ձեր նոր հարաբերությունների առաջին օրն է, ինչ եք պատրաստվում անել նրա հետ։